Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ, պարոն Զուրաբյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Պարոն Զուրաբյան, խոսենք հետընտրական իրադարձությունների մասին, Սամվել Կարապետյանը այսօր ընդդիմադիր դաշտին համախմբման կոչ է արել, ասում է եկեք ստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա, որը կունենա իր համակարգող խորհուրդը եւ փորձենք փրկել ստեղծված իրավիճակը։ Դուք ինչպես եք արձագանքում այս կոչին, որքանով հետևել եմ նաև համախմբման կողմնակից դուք էիք վերջին շրջանում նաև նման առաջարկներ եք։ Ավելին միջև իր հարցազրույցը ես էի 24 News-ի հարցազրույցում առաջարկել նման ֆորմատ քաղաքորդի ստեղծում, որպեսզի ընդդիմադիր ուժերը կոորդինացնեն իրենց ջանքերը այն վիճակում, որում մենք բոլորս հայտնվել ենք։ Եվ բնականաբար դա դրական են գնահատում նաև այն, որ ընդունեց իր սխալը, ասելով, որ ընդդիմության համախմբումը պետք է արվեր ընտրությունից առաջ։ Բայց նաև մեղադրեց մյուս ուժերին, որի տակ գուցե նաև դուք էիք անցնում, ասեց կային ուժեր, որոնք գերագնահատեցին այն ժամանակ էինք մենք ասում, որ չպետք է առանձին մասնակցեն։ Այդ մի մեղադրանքը անհասցեր, իսկ երբ որ ասեց մենք սխալվել ենք, որ չենք գնացել այդ համախմբման, դա արդեն ուներ շատ կոնկրետ ինքնակնդատական ուղղություն։ Եվ ես համարում եմ, որ իսկապես դա մեծ սխալ էր, որովհետև լրիվ այլ վիճակ կլիներ, եթե ընդդիմությունը միավորվեր, դաշինք կնքվեր, որտեղ ներկայացված լիներ արդեն մեր քաղաքական ուժերի ներկապնակը, դա չարվեց, հիմա… Այսինքն, պարոն Զուրաբյան, մեկ միասնական դաշինքով մասնակցել ընտրություններին։ Բայց մենք արդեն կնքել էինք այդ դաշինքը համարյա, հետո հետ գնացինք, հետ ֆռացինք։ Ունենք այդ դաշինքը։ Բայց բոլոր ընդդիմադիր ուժերն էին այդտեղ, դուք էիք նրանց հետ քննարկում բանակցությունների մեջ։ Հիմա կոնկրետ ես կարող եմ ասել, որ մենք ուժեղ Հայաստանի հետ արդեն այդ բանակցություններին հասցրել էինք ավարտին։ Հիմա հետո հետ ֆռացինք։ Իսկ ինչու հետ ֆռացիք, որովհետև Սամվել Կարապետյանի ուժը չէր ուզում ասոցացվել որևէ նախկին ուժի հետ։ Դե այդ հարցը պետք է ուղղել ուժեղ Հայաստանին, իրենք ունեցան իրենց ռազմավարական հաշվարկները, այդպես որոշեցին։ Հիմա ամեն դեպքում կարևոր է, որ սխալը ընդունել են եւ կարևոր է, որ թեկուզ ուշ խոսք է գնում արդեն ջանքերը միավորելու մասին։ Ես կարող եմ ասել, որ մենք արդեն կոնսուլտացիաներ ունեցել ենք նրանց հետ։ Այո, այդ ուղղությամբ կարող եմ ասել մենք ոնց ենք տեսնում այդ համագործակցությունը։ Խնդրեմ։ Մեր կարծիքով պետք է լինի խորհրդի նման մի բան, որտեղ ներկայացված քաղաքական ուժերը իրավահավասար ստատուսով համագործակցում են եւ մտածում են, թե ինչ համատեղ ջանքեր պետք է գործադրել, որպեսզի մենք կարողանանք adekvat պատասխան տալ այսօրվա գլխավոր քաղաքական process-ներին ներքաղաքական։ Իսկ գլխավոր քաղաքական process-ը իմ կարծիքով հետեւյալն է. Նիկոլ Փաշինյանը ամեն գնով Ադրբեջանի դիկտատի տակ նաեւ փորձում է փոփոխել սահմանադրությունը, հեռացնել հղումը անկախության հռչակագրի վրա, որից հետո իր կարծիքով Ադրբեջանը կհամաձայնվի վերջապես ստորագրել խաղաղության պայմանագիրը, իրագործվի այդ թրիփը եւ այլն եւ այլն։ Սա ուրեմն մի գործընթաց է, որը մեր կարծիքով խաղաղության հաստատումը կարելի է անել առանց սահմանադրության փոփոխությանը, որը իրականում ավերում է սահմանադրության փոփոխությունը կավերի մեր նորանկախ Հայաստանի իրավական հիմքերը, երբ որ դու հեռացնում ես անկախության հռչակագրի վրա այդ հղումը, եւ այսօր ինչ է փորձում անել Ադրբեջանը։ Ադրբեջանը իրականում շատ լավ հասկացել է մի բան, որ մի հատ փոքրիկ պատուհան է ստեղծվել, շատ փոքրիկ պատուհան, հնարավորության պատուհան, ժամանակային պատմական, որում ինքը կարող է իր դիկտատը իրականացնի։ Այդ պատուհանը կապված է մի քանի ֆակտորների հետ։ Դրանցից գլխավորը այն է, որ Ամերիկան ու Իրանը կարծես գալիս են արդեն համաձայնության,
եւ սա վատ նորություն է Ադրբեջանի համար, որովհետեւ Իրանը ըստ էության այս նոր բանով պայմանագրով, ավելի ճիշտ հուշագրով, խաղաղության հուշագրով, որը 3 ստորագրել է Թրամփը եւ Պեզեշկյանը, Թրամփը Վերսայում, Պեզեշկյանը Թեհրանում ստորագրել է էլեկտրոնային է ստորագրել, այո 14 կետանոց խաղաղության հուշագիր է, որից հետևում է, որ ըստ էության Իրանը կարողացել է պարտադրել իր պայմանները եւ Ամերիկան ստիպված է ընդունել այդ պայմանները եւ այս պատերազմից հետեւաբար Իրանը դուրս է գալու, եթե ամեն ինչ գնա ըստ նախանշված պլանի, այնտեղ դեռ 60 օր բանակցություններ կլինեն, որոնք կարող են երկարաձգվեն, այս վիճակ, այս process-ից Իրանը դուրս կգա որպես իսկապես երևի նոր գերտերություն, որովհետև ինքը հաստատում է իր հզորությունը այս ռեգիոնում, անմիջապես ազդելու է բոլոր գործընթացների վրա եւ եթե ինքը ունի այդ հավակնությունը, որ պետք է Հորմուզի նեղուցը պահի իր վերահսկողության տակ, բնականաբար նաեւ ունի հավակնություն, որ պետք է այսպես կոչված TRIP պրոյեկտը չշրջանցի Իրանին, այլ կայանա Իրանի պայմաններով։ Հետևաբար Ադրբեջանը շտապում է, որովհետև այս մի փոքր պատուհան ունի, երբ որ Իրանը դեռ այդ ազդեցության չափը ձեռք չի բերել եւ նա ուզում է արագ կնքի իր ըստ էության դիկտատի հետ կապված եւ Զանգեզուրյան Միջանցքի, որը հայտնի է որպես TRIP Միջանցք, դրա հետ ստեղծման հետ կապված իր բոլոր ցանկությունները ուզում է ամրագրի։ Այդ պատուանը շատ արագ փակվում է։ Այսինքն դուք գտնում եք, որ Իրանը այլևս չի թողնի, որ TRIP-ը կենսագործվի, այստեղ նաև իշխանականների մեկնաբանությունը կար։ Ես չասացի, որ TRIP-ը իրագործվի, իրականում եթե կարդաք պաշտոնական հայտարարությունները Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսի, այնտեղ խոսք է գնում նրա մասին, որ իրենք թույլ չեն տա, որ TRIP-ը գործի առանց Իրանի կարգավորումների կամ մասնակցության։ Հետևաբար իսկապես հիմա խաղ է գնում ժամանակի վրա եւ այստեղ Ադրբեջանը իր առաջ դրել է մի խնդիր, որ անպայման պետք է այս ամբողջ process-ը առաջ գնա եւ իրենք են հիմա իրենց դրել ինչ որ թակարդի մեջ, որովհետեւ որպես նախապայման դրել են Հայաստանի նոր սահմանության ընդունումը, իսկ այդ process-ը այս ընտրություններից հետո վտանգի տակ է։ Ինչպես է, պարոն Զուրաբյան, ինչպես է Նիկոլ Փաշինյանը փորձելու նոր սահմանադրություն ընդունել, եթե չունի սահմանադրական մեծամասնություն։ Շատ պարզ ձևով։ Իրանք իհարկե մի քանի տարբերակներ են նայելու, թե ինչպես դա պետք է անեն, բայց միջև այդ հարցին պատասխանել անցնելը ես ուզում եմ ասեմ, որ երևի բոլորդ նկատեցիք, թե Հայաստան ժամանեց այս օրերին եւ Իջևանեց Հիկմետ Հաջիևը, որը ըստ պաշտոնական տվյալների հանդիպեց մեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, բայց հասկանալի է նաև, որ Հիկմետ Հաջիևը բավականին լուրջ ֆիգուր է, օրինակի համար ով չգիտի, ասեմ, որ այս ամբողջ TRIP-ի հետ կապված այս ամբողջ process-ը իրականում սկսվեց այն բանից հետո, երբ որ Ալիևի հանձնարարությամբ նա հյուրընկալվեց Բիբի Նետանյահուի կողմից, այսինքն Հիկմետ Հաջիևին ընդունում է, ասենք, Իսրայելի վարչապետը, ոչ այլ ոք քան։ Եվ այս ամբողջ process-ը գնաց նաև Կուշներ, Վիտկով այդ շրջանակների հետ, այդպես Տրամպի ադմինիստրացիան ներքաշվեց այս բանակցությունների մեջ, այսինքն սա մի հատ մեծ պրոյեկտ է, որտեղ Հիկմետ Հաջիևը բավականին լուրջ դերակատարություն ունի եւ նա երբեք չէր գա Հայաստան հանդիպելու ինչ որ Արմեն Գրիգորյանի հետ։ Բաում հետ էր եկել հանդիպել։ Ինքը եկել էր հանդիպել եւ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, որը եթե բանեկանում հիշում եք Ցուստամ թիկունքում այն հատվածն է։ Սա
Նիկոլ Փաշինյանի 4 օր առաջ կատարված տեսագրությունն է, որ ինքը գտնում է Իջևանում եւ հեծանիվեկշում ու զարմանալիորեն դա համընկավ ուղիղ այն օրվա հետ, երբ որ այնտեղ գտնվում էր Հիկմետ Հաջիևը։ Դիլիջան։ Այո։ Այսինքն նրանք Բայց վստահ կարող ենք ասել, որ հանդիպել են։ Գուցե համընկել է։ Հա, դե թող Փաշինյանը հանգստանում էր, Հաջիևն ու Գրիգորյանը միամիտները այդպես մտածեն, ես 100% վստահ եմ, որ Հիկմետ Հաջիևը գաղտնիաբար հանդիպել է Նիկոլ Փաշինյանը, դրա համար է եկել։ Կարևոր բառ, պարոն Զուրաբյան, ինչու է դա գաղտնի պահվում։ Եթե գաղտնի չի, որ եկել է Հայաստան, որ Արմեն Գրիգորյանի հետ է հանդիպել, որովհետև շատ տխուր պատկեր է ստեղծվում, որ ընտրություններից հետո անմիջապես Հիկմետ Հաջիևը գալիս է ինչ որ հանձնարարականներով հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանը իդեպ ինքը բավականին հետաքրքիր մեկնաբանություն տվեց այդ այցին եւ ասաց, որ մենք փաստորեն կառավարում ենք պատերազմի հետ կապված ռիսկերը եւ ասաց երկուսս էլ տեսել ենք նման ռիսկեր, տեսել ենք, որ արտաքին ուժերը փորձում են հրահրել պատերազմ եւ փորձել ենք դա կանխել, Ադրբեջանը նույնպես հակված չէ։ Ինչպես միշտ նման դեպքերում, երբ որ Ադրբեջանից ինչ որ մի հանձնարարական կամ բան է գալիս, հրաման է գալիս, մեծ ագրեսիվությամբ ինքը նորից վերադարձավ ներքաղաքական դաշտ եւ հիմա տեսնում եք ինչ միանգամից հայտարարություններ է անում, հիմա նրա այդ հայտարարությունները անդիմության կոտորած կատարելու, չգիտեմ, բոլորին ջախջախելու, բանտեր նստացնելու մասին եւ այլն, ինչ որ մատ ոնց որ հատուկ ագրեսիվության դոզա բանանային նրան սրսկեին, բայց նա ասում է ես կրկոտ հռետոր եմ եւ միշտ եմ այդպեսին եղել, դուք էլ նրան վաղուց եք ճանաչում, ասում է ես միշտ իմ բնույթն է։ Բայց վերջին իր այդ նոպաները միշտ համընկել են կոնկրետ Ադրբեջանի քսի տալու հետ։ Եվ մի բան էլ ձեզ ուզում եմ ասեմ, որ պատահական չի նաեւ մեկ այլ բան, որ շրջանառության մեջ է դրվել մի օրենքի նախագիծ, ըստ որի որոշել են, որ պետք է ընտրողների ցուցակը կրճատեն հետևյալ մեխանիզմով, որ ցուցակից հանելու են այն մարդկանց, որոնք 6 ամսից ավել չեն բնակվել Հայաստանում։ Էդ էլ բացատրեմ ինչի համար է արվում, չնայած ասում եմ, ես ամբողջը sense թվում է թե ամեն մեկը մի առանձին վերցրած ինչ որ զարգացում է, բայց այս բոլորը մի հատ մոզաիկայի մեջ են հավաքվում։ Իմաստը հետևյալն է. այսօր մեր ցուցակում ընտրողների կա 2.5 միլիոն մարդ։ Եթե անցկացնեն սահմանադրական հանրաքվե, ինչպես պատվիրված է Իլհամ Ալիևի կողմից, դա նշանակում է, որ երկու պայման կա, որ այոն անցնում է։ Մի պայմանը այն է, որ այոների թիվը ավելի շատ է, քան ոչերի, բայց մյուս պայմանը շատ ավելի դժվար է Նիկոլ Փաշինյանի համար, անգամ այս կեղծիքների մեխանիզմը կիրառելով, այոների թիվը պետք է գերազանցի 1/4 ցուցակից։ Հաշվում ենք, ստացվում է, որ մոտավորապես 625,000 կամ 650, ասենք, 1000 ձայն պետք է հավաքի այոյի համար Նիկոլ Փաշինյանը, որպեսզի կարողանա այդ սահմանադրական փոփոխությունը անցկացնի։ Հիմա սա խնդրեմ է։ Ինքը շատ լավ գիտի, որ ինքը չի կարող։ Ինքը մի անգամ կեղծիքով 600 քանի 70,000 հավաքել է, իմացե գիտի ինչ կեղծիքների է գնացել, որ այդ բանը անի։ Հիմա ինքը հասկանում է, որ մի վիճակում, երբ որ անդիմությունը համախմբված է լինելու ոչի շուրջ, իսկ ինքը արդեն, այսպես ասեմ, շատ դժվար կարող է մոբիլիզացնել ժողովրդին ինչ որ մի հատ տեսական բանի շուրջ, որ անկախության այդ հռչակագիրը պետք է դուրս հանենք բանից, համանացան տեքստից, որ օրինակ պատերազմ չլինի։ Ինքը կգնա այդ ճանապարհով, բայց ոչի ճակատում կլինեն ուժեր, որոնց չի կարելի որևէ կերպ կապել պատերազմի հետ։ Եվ նման վիճակում ինքը հասկանում է, որ դա
հնարավոր բան չի անցկացնել, հետևաբար նրանք ձեռնարկել են հիմա շրջանառության մեջ ընդրել այս նախագիծը, որի հետևանքով մոտապես մի կես միլիոն մարդ դուրս կհանեն ցուցակից եւ ցուցակի թիվը կպակասի կնվազեցվի կդառնա 2 միլիոն մարդ, որի քառորդը արդեն կազմում է 500,000 մարդ։ Կարող է մի քիչ էլ պակասացնեն։ Այս մոտավոր թվեր եմ ասում, հիմա պայմանական թվեր, բայց հավաքել մոտ 450,000, 500,000 ձայն այոյի համար իրենք համարում են արդեն իրատեսական նպատակ։ Հիմա այս դրա վրա են աշխատում։ Կասեք ոնց են դնելու այդ սահմանադրությունը հանրակրվեի, կարդում եմ ձեր մտքերը, դրա համար 2/3-ը պահանջվում, դրա համար էլ ունեն սցենարը, այս ջախջախման սցենարը հենց դրա համար է։ Ասենք սցենարներից մեկը այն է, որ ով որ պինդա է ցուցակում, ով որ մտնելու է պարլամենտ, դրանց կամաց հանեն, գործեր նրանց վրա բանանեն, տանեն, հետո զրկեն մանդատներից, փոխարենը գան մի քիչ ինչ որ պահից մի քիչ ավելի թույլերը, ավելի խոցելիները, որոնց կարելի է գողանալ։ Էս էլ է իրանց պրոյեկտի մեջ։ Բայց այստեղ ընդդիմության խնդիրն է արդեն։ Ես ասեմ ձեզ հետևյալը։ Կարողանալ կառավարել իրենց ցուցակը։ Ըստ էության, ասենց եթե ամփոփեն, գնում է հայ ժողովրդի կամքի բռնաբարության գործընթաց։ Դա արեցին ընտրություններով, հիմա Սահմանադրական դատարանը անտեսելով բոլոր ապօրինությունները կկայացնի իր ապօրինի որոշումը։ Այստեղ այլ տեսակետ էլ կա, պարոն Զուրաբյան։ Կա կարծիք, որ Սահմանադրական դատարանը գուցե ընդունի ընդդիմության պահանջը, նշանակի նոր ընտրություններ, որտեղ արդեն Նիկոլ Փաշինյանը կունենա սահմանադրական։ Ես լսել եմ այդ վերլուծությունը, ի զարմանս ինձ անգամ ռեժիմի հայտնի պաշտպան Դանիել Հովհաննիսյանն արդեն սկսել պահանջել նոր ընտրություններ։ Արման Բաբաջանյանը վիճակում է ընտրությունների արդյունքներն, բայց այլ դիտանկյունից։ Գիտեմ, որ այլ դիտանկյունից, իդեպ այդ արդյունքում Բաբաջանյանը շատ ավելի հետևողական է, քան Նիկոլ Փաշինյանը, որովհետև Նիկոլ Փաշինյանը, եթե դու ասում ես, որ ընտրակաշառքով պարլամենտի կեսը ձևավորված է, կամ կեսից մի քիչ փոքր է, այսինքն դա նշանակում է, որ ամբողջությամբ կեղծված է, դա չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, հետևաբար դու պետք է նախաձեռնեիր, որ անվավերջ առաջվեին այս ընտրությունները։ Դու ես պնդում, որ ըստ էության այդ պարլամենտը լեգիտիմ չի, կամ այդ գոնե ընդդիմության մանդատները դու լեգիտիմ չես համարում։ Դա նշանակում է աղավաղված է հայ ժողովրդի կամքը, դու պետք է գնայիր այդ ընտրությունների։ Ինչու չի գնում այդ ճանապարհը։ Հիմա ինչքան հասկացա Բաբաջանյանը գնում է, Սահմանադրական դատարան, գուցե օրինակ Արման Բաբաջանյանի դիմումը բավարարի։ Բազմաթիվ կուսակցություններ չեն ճանաչում Նիկոլ Փաշինյանը ինքը չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները։ Ըստ էության ինքը չի ճանաչում։ Ուրեմն, եթե ինքը ընդունում է եւ այս ընտրությունների բանը, վավերականությունը, նշանակում է ինքն է հանցագործներից մեկը ինքն է։ Որտեղ ինքը թույլ է տվել, որ նման աղավաղում հայ ժողովրդի կամ արտահայտության տեղի ունենա։ Հիմա ես չգիտեմ այդ սցենարը, հա, լսում եմ այդ խոսակցությունը, որ միգուցե իրանք որոշել են, քանի որ գոնե sense ասեմ լեգիտիմ ձևով չհաջողվեց ձևավորել պահանջված սահմանադրական մեծամասնությունը, հետևաբար կարող է դիմեն այս ընտրությունների չեղյալ համարելուն եւ նոր ընտրություններ անցկացնեն, օգտվեն նրանով, որ ընդդիմությունը բանտերում դեմորալիզացված, թուլացված վիճակում է եւ այս անգամ ձևավորեն պարլամենտ, որտեղ կունենան այդ սահմանադրական մեծամասնությունը։ Չգիտեմ, ինձ համար դա առայժմ տեսական սցենար է։ Ընդ որում, բայց ասեմ ձեզ, երբ որ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական դիկտատի տակ հենց հիմա փորձում է ձևավորել պայմաններ, որոնցով պետք է սահմանադրությունը նոր սահմանադրությունը ընդունվի, ակնհայտ է, որ այո, ցանկացած մեթոդի կարող է անցնել։ Հիմա զուգահեռ մի քանի ուղղություններով փորձում են այդ դաշտը դասավորել դրա համար։ Ասում եմ, այս օրենքը, որ պետք է այսպես ասած հաստատի ընտրողի կապը հայրենիքի հետ։ Թույլ չտալ այն ուժերին, որոնք դա դեռ օրենք չի, դա հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնությունն է, որով նա դիմել է Արդարադատության նախարարությանը, հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ թույլ չտալ այն ուժերին, որոնք թաթախված են կոռուպցիոն գործերի մեջ, իսկ հիմա տեսնում ենք բոլոր ընդդիմադիր, գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը արդեն կապում են կոռուպցիոն գործերի հետ։ Այսինքն մենք հասկացանք մի բան, որ հիմա տարբեր մեթոդներով, բայց գլխավոր խնդիրն է,
այդ սահմանադրության փոփոխության խնդիրը։ Սա նոր սահմանադրության ընդունումը առանց հռչակագրի հղումի, որը գլխավոր պահանջն է Ադրբեջանի, իրանք ուղղակի գնում են այդ ուղղությամբ բոլոր խոչընդոտների վրայով անցնելով նոր ընտրությունների թե մարդկանց գողանալու իրանք արդեն ընթացքում պետք է կողմնորոշեն, որ ճանապարհն է իրենց նպատակների իրագործմանը ավելի նպաստավոր։ Հիմա այս վիճակում ես կարծում եմ ակնհայտ է, որ բոլոր այն ուժերը, որոնք հասկանում են, որ իրականում ստեղծվել է մի իրավիճակ, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանը գնում է խաղաղության, այլ ինքը գնում է սեփական իշխանության պաշտպանմանը ու դա դարել է հլու հնազանդ Ալիևի ռեժիմի համար, ըստ էության ադրբեջանական բարքերը, որպես առաջին էտապ փոխանցում է մեր քաղաքական համակարգի վրա, ընտրակեղծարարություն, հիմա ձերբակալություններ զանգվածային, ռեպրեսիաներ ընդդիմության դեմ եւ այլն, բոլոր նրանք, ովքեր հասկանում են ինչ process է գնում, ես նորից եմ այդ ուզում բոլորին ասել, սա ոչ թե խաղաղության հաստատման process է, սա իրականում խաղաղությունը արդեն վտանգի տակ չի։ Խաղաղությունը վտանգի տակ չի, հատկապես հզորացած Իրանի պայմաններում։ Այլևս Ալիևը չունի այդ հնարավորությունը ռազմական միջոցներով ինչ որ բաներ պարտադրելու Հայաստանի վրա։ Իրականում երբ որ խոսում են ռազմական հնարավոր սցենարների մասին, դա Նիկոլ Փաշինյանի բլեֆն է, որը ուղղված է իր իշխանությունը պաշտպանելու այդ նպատակին։ Հիմա բոլոր նրանք, ովքեր էս հասկանում են, նրանք պետք է միավորվեն պայմանականորեն ասած ոչի այդ շարժման մեջ։ Պարոն Ջհարյան, բայց մինչև ոչի շարժմանը հասնելը այս փուլում դեռ ընտրությունները չեն մարսվել, ընտրությունների արդյունքները ու դեռ ընդդիմությունը փաստորեն փորձելու է պայքարել ընտրությունների արդյունքների դեմ։ Դա էլ է։ Բայց հիմա մենք անդրադառնանք հենց այս թեմաներին։ Օրինակ, այդ առաջարկը ստեղծել հետընտրական կոալիցիա ինչ գործիքակազմ կարող է ունենալ, ինչ պետք է անել։ Այսօր Սամվել Կարապետյանն ասում է ուղիղ եթերում քննարկումներ անենք, դեսպանների հետ հանդիպենք, հետո ասում է նոր իրականացնենք ուժեղ հանրահավաք։ Սրանք ինչ արդյունքներ կտան, դուք ինչպես եք տեսնում ճանապարհը հենց այս պահի գործողությունների։ Դե ես տեսնում եմ, որ իրենք արդեն բաց են թողել պահը, երբ որ ժողովրդին հանելու հնարավորություն կար եւ իրենք պետք է հանեին։ Փաշինյանը ճիշտ էր։ Երեք ասում է ինչ է շարքում ընտրությունների, երեք ասում է ընտրությունների արդյունքները կեղծված են, դուք նստած եք տունը, ինչու՞ չեք դուրս գալիս եւ հեղափոխություն անում։ Դե ճիշտ է, բայց խորամանկում է, որովհետեւ իրականում ինքը նաեւ եւ ընտրական process-ում եւ հենց այդ գիշերը ընտրական ընտրություններից առաջվա գիշերը ինքը զանգվածային ձերբակալություններ է կատարել, որը բնականաբար ազդում է որևէ քաղաքական ուժի կարողության վրա մոբիլիզացիա անել ժողովրդի եւ այլն։ Այսինքն, հա, համ ասում եմ դուք դուրս եկեք փողոց, համ էլ ամեն ինչ անում է, որ այդ մարդիկ չկարողանան դուրս գալ։ Բայց ասում եմ, որ դուք դուրս չգաք, ես եմ առաջնորդելու հեղափոխությունը, ում դեմ է հեղափոխություն անելու Նիկոլ Փաշինյանը։ Դե Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ քաղաքական կարիերան կառուցել է հեղափոխության գաղափարի վրա։ Եվ իր մոբիլիզացիայի մեթոդը դա է։ Ինքը միշտ պետք է լինի, ինքը իրան բան անում էլի, պատկերում է որպես հեղափոխության առաջնորդ։ Օրինակ ժամանակին, երբ որ Մուամմար Կադաֆին ասում էին հրաժարական տուր, ինքը ասում էր, ես ինչից հրաժարական տամ, ոչ մի պաշտոն չունեմ, ես հեղափոխության լիդերն եմ։ Հասկանում եք, իհարկե Փաշինյանը պաշտոններ ունի, բայց ինքը հասկանում է մի բան, որ իրան ինչ որ չափով ավելի շատ քաղաքական ամրություն տալիս է այդ դերը, որ ինքը հեղափոխության պահապանն է, գլխավոր եւ հեղափոխության նպատակներով մոբիլիզացնում է ժողովրդին։ Լավ, ինքը դերը գիտի, ընդդիմության մոբիլիզացիայի գործիքը որն է։ Ասում եք պահը բաց են թողել։ Չէ, դա չի նշանակում, որ այլևս ոչ մի բան հնարավոր չի անել։ Ես կարծում եմ, որ իհարկե նորից ժողովրդի մոբիլիզացիան կարևոր գործոն է եւ ցույցեր անցկացնել կարևոր գործոն է, բայց ես տեսնում եմ, որ այս այն քաղաքական ուժը, որը միակն է, որ կարող էր դա անել, մի շարք պատճառներով ինքն ամենաշատ տոկոսը հավաքել, ինքն հա ընկալվում ժողովրդի կողմից որպես այսօրվա գլխավոր լիդերը, ինքն է թարմ մանդատ ստացել
ժողովրդից ինչ որ բան անելու բողոքական զանգվածի մանդատը իրանցն է, այդ ուժը չի անում դա։ Կամ միգուցե անի, չգիտեմ, մենք պետք է խոսենք։ Դե արդեն ասած ուժեղ հանրահավաք, պարզապես պարզ չէ այդ հանրահավաքը լինելու է մեկօրյա հանրահավաք, թե վերածվելու է շարժման։ Ասում եմ, դրա համար պետք է խոսենք, ցավոք սրտի ինձ ստացվում, որ մենք այս պահին շատ մեծ ազդեցության լծակներ չունենք իրենց կողմից ընդունվող որոշումների վրա։ Իսկ ձեր մոտեցմամբ ինչ Մեր պետք է մոտեցմամբ արվի։ իհարկե պետք է ժողովրդին մոբիլիզացնել, մենք եթե նման իրավիճակում լինենք, հենց առաջի գիշերը, երբ որ այդ ելույթը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի, երբ որ ակնհայտ էր, որ ինքը հրաման ա տվել կեղծել ընտրությունները եւ այդ հրամանը հայտարարում է իր այդ 10% հաշվարկված ընդամենը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այդ պայմաններում ինքը հայտարարում է իր հաղթանակը, պարզ է ինչ էր։ Իրանք այդ ժամանակ բանակին տվել էին հրաման գնալ 8-ից հետո դզել վիճակը, այսինքն իրանց քվեարկությամբ տարբեր տեղամասերում դզել։ 3 տեղամասում անգամ վիդեոյով այդ ֆիքսված է, որ տես բան է տեղի ունեցել։ Իսկ շատ տեղերում առանց լրագրողների է դա տեղի ունեցել։ Այսինքն իրանք շատ լավ գիտեն ինչ են արել այդ գիշերը։ Իրանք այդ գիշերը կեղծել են ընտրությունները։ Բայց այդ գիշեր եթե այդ ժամանակ պետք էր գոնե մյուս օրը հայտարարել։ Բայց այդ պահին նույնիսկ եթե հայտարարեին, հնարավորություն կար իրավիճակ փոխելու։ Ինչ կարող էր անել ընդդիմությունը, եթե նույնիսկ փողոցում լիներ։ Լսեք, եթե ժողովուրդը դուրս է գալիս փողոց, իսկ ես ասում եմ ժողովուրդը ինքնաբերաբար երբեք ընտրություններից հետո դուրս չի գալիս փողոց։ Հա, պետք է կանչեն։ Անպայման։ Ստեղ ես խնդիր չեմ տեսնում, եթե լիներ այդ բանը, այդ կոչը, ժողովուրդը կարձագանքեր, բայց հիմա ստեղծվել է սենց վիճակ, մենք պետք է հասկանանք ինչ ենք անում։ Մենք պետք է հասկանանք, որ քաղաքական process-ներ կան, գլխավոր քաղաքական process-ը, որը իր իշխանությունը պետք է իրագործի, դա սպայքարն է սահմանադրական մեծամասնության ձևավորման համար եւ սահմանադրական հանրակրվեի կեղծման համար։ Այս գլխավոր process-ն է։ Այս process-ի դեմ մենք պետք է առնենք։ Եվ սա արդեն ոչ անձերի հարց է, ոչ ամբիցիաների հարց է, այստեղ արդեն ընդդիմությունը կարող է միավորվի։ Օրինակ մասնավորապես, հա, ես օրինակ չեմ դիտարկում բանի այդ Ծառուկյանի մանդատները որպես Ծառուկյանի մանդատներ։ Դրանք իրականում Փաշինյանի կողմից յուրացված 4 մանդատ են, որը պետք է դրանից հետ բերել։ Դա ինչպես։ Դե հիմա ասեմ ձեզ, այստեղ գալիս ենք մի հատ հետարքիր իրավիճակի։ Օրենքը 101 հոդվածը ընտրական օրենսգրքի շատ հստակ ասում է, եթե տեղի են ունեցել ընտրություններ, որոնք կարող էին ազդել, հա, բանի վրա, այդ արդյունքների վրա, ուրեմն երկու ճանապարհ կա։ Ճանապարհ առաջին նշանակվում է վերաքվեարկություն այդ 3 տեղամասերում։ Կամ ամբողջական արդեն։ Եթե ու այստեղ sense է գրած, եթե այդ վերաքվեարկությունը կարող է շտկել ընտրախախտումների պատճառով առաջացած իրավիճակը։ Եթե չի կարող շտկել, այդ դեպքում նշանակվում է համընդհանուր վերաքվեարկություն։ Հիմա այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երբ որ ինքը անվավեր ճանաչեց ընտրությունները 3 տեղամասերում, որ ԲՀԿ-ին դուրս հանի, ինքը իրականում այդ ֆունկցիան կարող էր իրականացնել մենակ մի սոուսի տակ, որ ինքը վերաքվեարկություն է նշանակում այդ 3 տեղամասերում։ Բայց չարեց եւ մեկնաբանեց, նա էլ իր կողմից մեկնաբանեց, որ ապշած չէ։ Չէ, եթե չի անում, արդեն օրենքը իմպերատիվ պարտադրում է ընդհանուր վերաքվեարկություն։ Այսինքն դա չանելուց հետո սա չանելը, դա հանցագործություն է։ Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է բացահայտ ապօրինի որոշում, որը, ասում եմ, անգամ հեկերները, որոնք սպասարկում են, ասենք, Նիկոլ Փաշինյանի շահերը, անգամ իրենք են դատապարտում դա որպես ապօրինի որոշում եւ պահանջում են, որ լինի վերաքվեարկություն։ Հիմա, ասենք մենք բոլորս հիմա ամբողջ հասարակությունը մեր հասկանում է մի բան, որ խախտվել է օրենք։ Ընդ որում այդ հենց այնպես չի խախտվել օրենք, ասենք ուրիշ դեպքերում մենք չենք կարա այդ օրենքի խախտման հետևանքները հաշվարկենք, ասենք դա ինչքան մանդատի վրա է ազդում։ Այս են բացառիկ դեպքերից է, երբ որ դու խախտման հետևանքները շատ հստակ հաշվարկում ես։ Լավ, բայց
ուղիղ 4 մանդատ է։ Շատ լավ, պարոն Զուրաբյան, որքան էլ հաշվարկում ենք, որքան էլ արձանագրեցիք, ասիկ տեղի ունեցել հանցագործություն, բայց ինչպես պայքարել դրա դեմ։ Հիմա նույն Սահմանադրական դատարանը նույնպես կարող է մերժել այդ բոլոր ինչպես են դեմոկրատական ցանկացած դեմոկրատական երկրում ինչպես են պայքարում ապօրինության դեմ։ Չգիտեք։ Ոչ։ Քաղաքական ուժերով սկսում են բողոքի ակցիաներ, սկսում են օգտագործել սահմանադրական ճնշման բոլոր լծակները։ Դրա համար կան հանրահավաքներ, երթեր, չգիտեմ, սահմանադրական դատարան դիմելու միջոցներ, որը արվում է, շատ լավ կլինի, որ նաև երբ որ այդ սահմանադրական դատարանում այդ լսումները տեղի են ունենում, ժողովուրդը մոբիլիզացվի, գնա կանգնի սահմանադրական դատարանի առաջ, ցույց տա իր ուժը, երթեր ելնեն, ցույցեր ելնեն։ Դրանից հետո դուք ակնկալիք ունեք, որ ՍԴ-ն կկայացնի որոշում նոր ընտրությունների վերաքվեարկության։ Ես նորից եմ ասում, եթե ճիշտ քայլեր արվեն, դա հնարավոր է։ Դա հնարավոր է։ Եվ այն համախմբումը, որ առաջարկել է Կարապետյանը, նաև այդ իմաստով կարող է արդյունավետ լինել, եթե իրանք այս ամեն ինչը ընդունում են, ուրեմն պետք է նաև այդ գործընթացը կազմակերպվի։ Սա, ասում եմ, մեծ ոչի գործընթաց է, որին մեր հանրությունը, քաղաքական ուժերը պետք է տեր կանգնեն։ Ճիշտ է, Փաշինյանը պահից է սկսում փաստորեն հարակվել, հարակվի քարոզարշավը սկսվում է հենց այս պահից։ Բա ոնց։ Բա այս ամբողջ պայքարը մի բանի համար է, այս ամբողջ կռիվը։ Այդ սահմանական մեծամասնություն ստանալ, հարակվեի դնել, հարակվեում հաղթանակ տանել։ Այն ինչ որ ես նկարագրեցի, բոլորը այդ մի շղթայի բաներն են, օղակներն են։ Շատ լավ, պարոն Զուրաբյան, տեսեք, երբ ընդունվեց 6 ուժի հայտարարությունը, որին միացել էր նաև Հայ ազգային կոնգրեսը, այնտեղ կար մի ձևակերպում, որ իրավիճակի սրման, էսկալացիայի, այսպես ասած, պատասխանատուն իշխանություններն են։ Դուք կանխատեսումներ ունեք, որ հնարավոր է լինեն նման սրված իրավիճակ, բախումներ։ Ես հիշում եմ նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը միջև ընտրություններն էր կանխատեսում, ասում էր հետընտրական process-ն է ինձ համար շատ ավելի մտահոգիչ։ Խնդրեմ։ Դե խնդիրը հենց դրա մեջ է, որ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի ստացել ժողովրդի մանդատ կառավարման։ Ես ասում եմ 8 տարի մենք լավ թե վատ ունեցել ենք ազգակործան պատուհասի, բայց լեգիտիմ իշխանություն, որովհետև վերապահումներով 18 թվին առանց վերապահումների 21 թվին վերապահումներով այնուամենայնիվ ժողովուրդը քվեարկել էր Նիկոլ Փաշինյանի օգտին։ Մենք ուզենք դա, չուզենք, լավ ենք վերաբերվում Փաշինյանին, վատ ենք վերաբերվում, դա իրողություն էր։ Հիմա առաջին անգամ այս 8 տարվա մեջ մենք ապրել ենք այնուամենայնիվ իրավական լեգիտիմության, իշխանության իրավական լեգիտիմության պայմաններում, հիմա դա նորից խախտվել է։ Մենք հայտնվել ենք իշխանության լեգիտիմության ճգնաժամի մեջ։ Պետական իշխանությունը Հայաստանում այլևս նորից հայտնվել է լեգիտիմության դեֆիցիտի վիճակի մեջ, ինչը ինքնին պրոբլեմա ցանկացած ազգի համար։ Եթե ժողովուրդը անվստահություն ունի իր պետական իշխանության նկատմամբ, որտեղ դա լեգիտիմ չի, դա ինքնին պրոբլեմ է, որտեղ պետությունը դառնում է ավելի քիչ արդյունավետ, պետությունը արդեն չի ընկալվում ժողովրդի կողմից որպես իր սեփական այդ իշխանությունը, չի ընկալվում որպես իր սեփական իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը արել է այն, ինչ որ ինքը հպարտանում էր, որ երբեք չի անի։ Ասում էր ես ձեռս կկտրեմ, չգիտեմ, հա, կեղծիկ, մի ձայն անգամ չի պակասի բան։ Հիմա կոնկրետ այն մյուս ձայների մասին չխոսանք, այն շատ դժվար է գնահատել, չնայած կան գնահատականներ, մաթեմատիկական վերլուծություններ, որ մի քանի տասնյակ հազար ձայն կեղծվել է։ Բայց դրանք բան են, էլի, Գաուսյան կորի, չգիտեմ, անոմալիաների բաներ են, այդպես մասնագիտական վերլուծություններ են, դրանք մի քիչ բարդ է հանրությանը բացատրել։ Բայց հիմա ստեղ կոնկրետ դրված է մի հարց, դու այդ 3 տեղամասում, եթե չես չեղարկում այդ բանը, այդ արդյունքը, ԲՀԿ-ն անցնում է պարլամենտ ու դու չես ունենում, դու ունենում ես 4 մանդատ ավելի քիչ։ Նիկոլ Փաշինյանը։ Բայց դու չեղարկում ես օրենքի խախտումով։ Այո, չես նշանակում նոր։ Այսինքն ստեղ մենք ասենց մի հատ ունիկալ դեպք կա, երբ որ դու կարող ես կոնկրետ խախտման, օրենքի խախտման բանը, կշիռը կամ ազդեցությունը մանդատների բաշխման վրա հաշվարկես։ 4 մանդատ գողացվել է մի ապօրինի որոշմամբ։ Սա արդեն
բանա լեգիտիմության խնդիր է ստեղծում, ակնհայտ խնդիր է ստեղծում։ Հիմա նայեք, այդ 4 մանդատը իդեպ տվյալ դեպքում բան չի, ստից թիվ չի։ Այդ 4 մանդատը որոշում է, արդյոք Նիկոլ Փաշինյանը կարող է, չգիտեմ, դատախազ, հա, 3/5 հանձնվում, կարող է դատախազ նշանակի, մարդու իրավունքի պաշտպան կարող է նշանակի, թե պիտի ստիպված գնա կոմպրոմիսի, ասենք, բանի հետ, այդ ընդդիմության հետ, ինչը իրականում կստեղծեր ավելի լուրջ ապավեններ ժողովրդավարության համար, որովհետև եթե իշխանությունը, գործադիր իշխանությունը զրկվում է անձնիշխանության, այդ կամայականության հնարավորություններից, ինքը ստիպված գնում է օրենքների հարգմանը։ Պարոն Զուրաբյան, Փաշինյանը հենց այդ է ուզում անի, ինքը հիմա նաև իրան ինչին է պետք համանդրական մեծամասնությունը նաև, որպեսզի ինքը անպատիժ խախտի օրենքները։ Սա հասկանալի է։ Հիմա տեսեք, եթե ընդդիմությունը չի ունենում 3/5, հա, այսինքն եթե այնուամենայնիվ ԲՀԿ-ի մանդատները չեն վերադառնում։ Ես հիշում եմ, որ ընտրությունների երևի թե հենց հաջորդ օրն էր, որ դուք կոչ արեցիք ընդդիմությանը մանդատները անպայման վերցնել։ Արդեն կար այդ քննարկումը վերցնել, թե ոչ դուք ասում եք անպայման։ Ոչ թե ես տենց հենց ասում եմ անպայման վերցրեք, ես ասում եմ հետեւյալը։ Մանդատները դա կարևոր գործիք է, ընդհանրապես ամբիոնը, խորհրդարանի ամբիոնը դա կարևոր գործիք է։ Հիմա դու կարող ես զրկել քեզ այդ գործիքից, կարող ես այդ գործիքը վերցնել։ Շատ լավ, հիմա հարցս ավարտեմ, պարոն Զուրաբյան, պատասխանեք եւ ամփոփենք հաղորդումը։ Հիմա եթե ընդդիմությունը այդ 3/5-ն էլ չի ունենում, ինչպես դուք եք ասում, չի ազդում կարևոր օրենքների, որոշումների, նշանակումների վրա, այս պահին էլ եք դուք այն կարծիքին, որ այդ մանդատները կարևոր գործիք են եւ ընդդիմությունը պետք է վերցնի։ Եթե ԲՀԿ-ն չի անցնում։ Եթե ընդդիմությունը վստահ է, որ կարողանա իր падգամավորներին պահի վերահսկողության տակ, ուրեմն պետք է վերցնել։ Եթե ինքը վստահ չի, եթե մտածում է, որ կարող է այսպես կոչված պարլամենտական անասնագողություն կատարվի, ուրեմն շատ լուրջ հարց է։ Բայց մյուս դեպքում ավելի դժվար է վերահսկողությունը։ Եթե ընդդիմությունը մտնում է այս խաղի մեջ, վերցնում է այս մանդատները, ինքը պետք է իր մտքում ունենա հեռանկարը։ Ինքը պետք է հասկանա, որ եթե մի 2 տարի հետո, ասենք, մի հատ Գեգամ Նազարյան ծնվի, այդ վերցած մանդատներից մեկը դառնա Գեգամ Նազարյան, կամ 2-ը, կամ 6-ը, պատասխանատվությունը կամ Իշխան Զաքարյանը, պատասխանատվությունը ընկնելու է հենց այդ ընդդիմության վրա, որը վերցրել է մանդատները։ Բայց հիմա ավելի բարձր չի վերահսկողությունը, երբ բոլորը հրաժարվեն, արդյոք կհրաժարվեն։ Այստեղ ավելի մեծ են ցուցակները։ Ես նորից եմ ասում, այդ մարդկանց ես չեմ այդ ցուցակներում տեղավորել։ Ով որ այդ ցուցակները կազմել են, իրենք քաղաքական պատասխանատվություն են կրում իրենց որոշման համար։ Եթե իրանք վստահ են, որ այդ մարդիկ չեն դավաճանի, չեն դառնա Գեգամ Նազարյան, ուրեմն թող գնան եւ մանդատները վերցնեն, որտեվ շատ ավելի կարեւոր է, որ ընդդիմությունը կռիվ տա պարլամենտում։ Նույնիսկ այդ դեպքում գալիս ենք իմ հարցին, նա կարող է կռիվ տալ, եթե նույնիսկ չունի 3/5-ը։ Նույնիսկ այդ դեպքում իհարկե կարող է կռիվ տալ։ Որովհետեւ չունի 3/5-ը, բայց ունի նա 3/5-ը, բայց չունի 2/3-ը։ Այսինքն այդտեղ մի քիչ ավելի քիչ նպաստավոր ռեժիմ է, այսինքն կամայականության բանի այդ մեխանիզմները շատ են ավելի, բայց ավելի քիչ են, քան եթե նրանք ունենային 2/3-ը։ Այսինքն էլի այնտեղ կռվի տեղ է բացվում։ Մնում է պայքարել Գեգամ Նազարյանը։ Մնում է կռվել, պայքարել, հասնում, բայց պատասխանատվությունը ձեր վրա է։ Ամփոփենք, պարոն Զուրաբյան, շատ կարճ։ Ես ամփոփենք, ասեմ, ես օրինակ շատ կարևոր եմ համարում, որ բոլորս հասկանանք, մեր հասարակությունը հասկանա, որ ամեն ինչը տեղի է ունենում գեոպոլիտիկ, աշխարհաքաղաքական մեծ կոնտեքստում։ Եվ այդ կոնտեքստում մենք պետք է հասկանանք, որ Ամերիկան գտնվում է անկման վիճակում, Չինաստանը վերելքի, Իրանը ըստ էության ապացուցեց, որ ինքը դառնում է գերտերություն կամ շատ մեծ ազդեցություն ունեցող երկիր, այս վիճակում մենք պետք է հասկանանք, որ շատ կարևոր է այն բանաձևը, որ մենք առաջարկել էինք ընտրությունների ժամանակ, որ մենք իրավունք չունենք մտնել միակողմանի աշխարհական բաների մեջ, պրոյեկտների մեջ, որի հետևանքով կարող է սրվի վիճակը, մասնավորապես, օրինակ այսօր Ռուսաստանը արդեն մեզ հայտարարել է տնտեսական պատերազմ ըստ էության, եւ դրա հետևանքով արդեն մեր կենտրոնական բանկի նախագահը կանխատեսում է, որ մի 2%-ով կարող է մեր հնան ընկնի, եւ այլն եւ այլն։ Մենք իրականում
առաջարկում ենք քաղաքականություն, որը Հայաստանը զերծ է պահում աշխարհաքաղաքական ցնցումներից։ Դա նշանակում է բոլոր ուղղություններով աշխատանք, 3+ BRICS պրոյեկտը Իրանի հետ հիմա ճանապարհել է բացվում նման պրոյեկտների համար, մենք կարող ենք այդ երկաթուղին կառուցենք, միակողմանի այդ բանից կախվածությունից ազատվենք Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Սա այն նման որոշումների ընդունման ժամանակն է։ Եվ ես ուղղակի մեր ժողովրդին կոչ եմ անում, որ մենք համախմբվենք այդ ոչ շարժման բանում, շրջանակներում եւ Հայաստանը ազատենք միակողմանի քաղաքական պրոյեկտներից, գնանք դեպի ավելի համերաշխ պետություն կառուցելու ուղղությամբ եւ ավելի երկիր կամուրջ դառնալու այդ մեր նախագծի ուղղությամբ։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ։ Մենք կհանդիպենք վաղը նույն ժամին։ Լավ եղեք։